Էլեկտրական ցանցերը խլեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որին չանեն։ Ինչ նպատակ է հետապնդում դա։ Որ թուրքին վաճառեն։ Խլեցին, որ Ռոմանոս Պետրոսյանը ամիսը 5 միլիոն դրամ աշխատավարձ ստանա ու իր անգրագետ դուք տեսել եք ինչա կատարում էլ ցանցում։ Ոչ մեկը մասնագետ չեն։ Ինչքան ԿՊ-ի վրա խացկար ընդեղ աշխատում է հիմա։ Բոլոր մասնագետներին հանեցին։ Ես շատ բան գիտեմ, բայց դա ասելու չի։ Դե հեծը բանը վերցրեցին ձեռքից, բայց Սամվել Կարապետյանը նորից ցանկանում է, որ ինքը վերցնի հեծը։ Որովհետև մեր ժողովուրդը պետք է նորից դժվեն, մեր ժողովուրդը նորից ենթադրենք, տես ինչ են գրում։ Facebook-ը էջում գրում են, որ ընտրություններից հետո, եթե ինքը ընտրվի, էլեկտրաէներգիան պետք է բարձրացնի։ Դա սխալ է, ուրեմն ժողովուրդը մի բան գիտեն, որ գրում են։ Դա սխալ է։ Ինքը ուզում է մենակ ինքը, բայց Սամվել Կարապետյանը ես էլի եմ ասեմ, ես իրան շատ հավանում եմ, որպես մարդ տեսակը, որ ինքը ընտրվի իմ կարծիքով։ Ես 100% չեմ կարող, բայց իմ կարծիքով ինքը լավ ղեկավար կլինի ժողովրդի համար։ Ինքը շատ բաներ է արել ժողովրդի համար։ Դրանք չպետք է վաճառել այլ ազգի, այլ պետության, դա պետք է նորից վերադարձվի Սամվել Կարապետյանին։ Ինչ բարեփոխումներ, ինչ կարվի, ինչ արվի, մարդիկ մասնագիտացել են, հիմա մասնագետներ պատրաստել է այդքան դյուրին խնդիր չէ։ Ատոմակայանի այդ մասնագետներին հիմա որ ուզում են գտնել չկան։ Պիտի պահել նման մասնագետներին, որոնք արդեն աճել են, որոնք գործից քաջատեղյակ են։ Պետք չի այդ կադրային փոփոխությունը կատարել։ Կգտնվի մեկ ուրիշ ղեկավար կամ գուցե նորից էլի Սամվել Կարապետյանը լինի հեծի ղեկավարը, չի բացառվում նաև դա։ Խրացի մորթը բարձրացնեն գումարը, ինչի մենք վիոլա ջուրը, ինչի պետք է իտալացին օգտագործի, հայ չկա, որ էդի կարողանա օգտագործի, կամ հայ չկա ղեկավար, որ ամեն ինչը կարողանա կառավարի իր ժողովրդի համար։ Լրիվ ընտրում են դրսի մարդկանց, նրանք ոնց ուզում են, վաղ մի սորն է դառնալու են օտարների ստրուկը։